Իս տեխնոլոգիաների պարագայում աշխարհը պատկերավոր ասած փոքրանում է։ Մումբայն այլևս այնքան հեռու չէ, որքան էր, ենթադրենք 20 տարի առաջ։ Ինտերնետը, հեռուստատեսությունը, սոցիալական ցանցերն ու մնացած տեխնոլոգիական հնարքները կոտրում են ցանկացած սահման ու պատկերացում սահմանների մասին։ Այսօր մենք կարող ենք տանը նստած առանց շիկ գործադրելու on-line ռեժիմով տեսնել, թե ինչ է կատարվում, ասենք, Փարիզի Էյֆելյան աշտարակի մատույցներում, կամ էլ հետևել ընդդիմության հանրահավաքին, կամ սոցիալական ցանցերում մասնակցել ամերիկյան որևէ խմբի քննարկումներին եւ հայտնել մեր կարծիքը։ Սա տրամագծորեն փոխում է աշխարհը, նախին բոլոր պատկերացումները, հետեւաբար նաեւ ծնում է իրողություններ, որոնք խաղի նոր կանոններ են ձևավորում։ Այսօր հնարավոր չէ ապրել մեկուսացված լինելով աշխարհից, կամ դու դրա մի մասնիկն ես, կամ խաղից դուրս ես։ Փակ ռեժիմով գոյատևման կոնցեպտն այլևս չի աշխատում։ Հիմա պետությունների եւ կառույցների միջև բազմակողմ հարաբերությունների միակ ընդունելի ձևաչափը ինտեգրումն է, հնարավոր բոլոր հարթություններում։ Եթե ինտեգրումն ընթանում է նորմալ տեմպերով եւ խորությամբ, ապա դու խաղի մեջ ես, եթե ոչ կրկին խաղից դուրս ես։ Ընդ որում, սա վերաբերում է բոլոր ոլորտներին, քաղաքականից սկսած մեդիադաշտով ու մշակութայինով վերջացրած։ Եթե դու չես ինտեգրվում Եվրամիությանը, բայց դա անում են հարևանները, վաղը բնականաբար հարևանները զարգացման շատ ավելի լուրջ հնարավորություններ կունենան, քանի որ ասենք Եվրամիության երկրների ընկերությունները ներդրումներ են անելու ոչ թե քո, այլ հարևանների տնտեսության մեջ, քանի որ այդպես շատ ավելի վստահելի է։ Կամ եթե խնդիր ունենաս հարևաններից հետ մեկի հետ ու եթե դու Եվրախորհրդի անդամ ես, իսկ հարևանդ ոչ, ապա բնական է, չէ, որ Եվրախորհուրդը այդ վեճի մեջ քեզ է պաշտպանելու։ Այսինքն, պարզից էլ պարզ է, որ ինտեգրացիոն գործընթացներն այսօր ծայրահեղ կարևորում են աշխարհում ինչպես իրենց տեղն ու դերն արդեն գտած, այնպես էլ այն դեռևս հաստատել փորձող պետությունների համար։ Հայաստանի համար բնականաբար այդ process-ները նույնպես չափազանց կարևոր են, եւ մենք այս առումով տեսանելի հաջողությունների արդեն հասել ենք։ Միանգամից 3 հայկական քաղաքական կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետական, Օրինաց երկիր եւ Ժառանգություն կուսակցությունները կդառնան Եվրոպայի խոշորագույն քաղաքական կուսակցություններից մեկի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության կառուցողական անդամներ։ 3 այդ կուսակցության համագումարի ընթացքում անդամության կրծքանշան հանձնվեց Հայաստանի Հանրապետության նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին։ Նախ պետք է պատկերացնել, թե ինչ է նշանակում Եվրոպայի ժողովրդական կուսակցություն ասվածը։ Հիմնադրվել է այն 1976 թվականին։ Կուսակցության անդամ են շուրջ 40 երկրների 73 կուսակցություններ, այսինքն սա որոշակի առումով վերկուսակցական մի մարմին է, կոնգլոմերատ, որը ներկայացված է եվրոպական գրեթե բոլոր խոշորագույն կառույցներում՝ Եվրամիություն, Եվրոպայի խորհուրդ եւ այլն։ Բնականաբար ահռելի ազդեցություն ունի Եվրոպայում կայացող քաղաքական որոշումների վրա։ Համագործակցությունն այս կուսակցության հետ արդեն իսկ ձեռքբերում է ցանկացած ոչ եվրոպական երկրի համար, իսկ անդամությունը եվրոպական ընտանիքի ինտեգրման կարևորագույն հանգրվաններից մեկը։ Փաստացի 3 հայկական կուսակցություններ հասել են այդ հանգրվանին, ինչը մեր երկրի համար իսկապես մեծ ձեռքբերում է առանց չափազանցության։ Ուշագրավ է նաև հանգամանքը, որ 3 Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության ղեկավարության կողմից անչափ կարևոր հայտարարություններ հնչեցին, որոնցում մասնավորապես նշվում էր, որ ոչ բոլոր դեպքերում, երբ համագործակցությունը այլ երկրների հետ նորմալ է ընթանում, բայց արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում կան 3 պետություններ, որոնց հետ համագործակցությունը չափազանց դրական արդյունքներ է տվել՝ Հայաստան, Վրաստան եւ Մոլդովա։ Կողքից այս հայտարարությունը կարող է ընդհանրապես թեթևակի ականջ շոյող բան թվալ։ Մինչդեռ իրականում սա ծայրահեղ կարևոր հայտարարություն է, որը վկայում է, որ Եվրոպան համագործակցության նոր հարթություն է տեղափոխում հարաբերություններ Հայաստանի եւ նշված մյուս պետությունների հետ։ Իսկ դա մեզ համար անկասկած չափազանց կարևոր է։ Կարևոր նաև այն առումով, որ մինչ այժմ Եվրոպան Հարավային Կովկասը դիտարկում էր որպես մեկ ամբողջություն եւ հարաբերվում այդ տրամաբանությամբ։ Մինչդեռ ակնհայտ էր, որ Հարավկովկասյան 3 հանրապետությունները բոլորովին տարբեր ընկալումներ ունեն եւ ընդհանրություններ եվրոպական արժեհամակարգի հետ։ Օրինակ, բոլոր խնդիրներով հանդերձ դժվար է հայկական ժողովրդավարությունը համեմատել ադրբեջանականի հետ՝ մարդու իրավունքներ, բարեփոխումներ, խոսքի ազատություն եւ այլն։ Եթե մենք այդ բոլոր ոլորտներում խնդիրներ ունենք, որոնք լուծելի են, ապա Ադրբեջանում իրավիճակը անհամեմատ վատ է, եւ դա բոլորն են արդեն փաստում։ Հետևաբար սխալ է 3 հանրապետությունները դիտարկել մեկ ընդհանուր սոուսի մեջ եւ համապատասխանաբար միասնական վերաբերվել։ Հիմա, երբ հայտարարվում է, որ Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան են դրական արդյունքներ արձանագրել, բարձր է դառնում, որ վերը նշված միասնական անցալումը փոխվում է, իսկ դա ակնհայտորեն ձեռնտու է մեզ։ Ինչ կտալի արժեք ներգրավվածությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, դիվիդենտներ բոլոր հնարավոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլն։ Իսկ դիվիդենտների կարիք մենք անկասկած ունենք, հաշվի առնելով Ղարաբաղյան հիմնախնդիրը, Թուրքիայի հետ հարաբերությունների ներկա մակարդակը եւ այլն։
Բացի դրանից, ներգրավվածությունը եվրոպական խոշորագույն այն քաղաքական միավորին մեզ նաև կպարտավորեցնի, ինչը նույնպես չափազանց կարևոր է։ Մենք պարտավորված կլինենք առավել հետևողական եւ նախանձախնդիր լինել բարեփոխումների եւ երկրի ժողովրդավարացման հարցում։ Բնականաբար, դա իր էական դերակատարումը կունենա նաև մեր քաղաքական մշակույթին ընկալելի տեսք տալու հարցում։ Կոպիտ ասած, հիմա մենք Արարատի կամ Միկայի մակարդակից տեղափոխվել ենք Լիվերպուլ կամ Վալենսիա, որտեղ խաղալ է պետք, իսկապես խաղալ։ Առողջ եղեք։